Արդյոք արհեստական բանականությունը այսօր անհրաժեշտ է եւ օգտակար դատական իշխանությունում։ Արդյոք մենք կարող ենք արհեստական բանականության գործիքների միջոցով նվազեցնել դատավորի ծանրաբեռնվածությունը։ Ես կրկին շատ անկեղծ կգտնվեմ եւ պետք է ասեմ, որ մենք 7 տարի հետ մոտավորապես ես պետահրավական հարցերի հանձնաժողովի նախագահն եմ եւ մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի դատարանները բեռնաթափվեն։ Բայց կա մի կարևոր լուծում եւ բաց տեքստով պետք է ասեմ, մեր մոտ դատավորների թիվը չի համապատասխանում միջին եվրոպական չափանիշներին։ Մենք կարող ենք տարատեսակ լուծումներ գտնել, բայց դատավորների թվականակը շատ ավելի քիչ է։ Հասարակական հարաբերությունները Հայաստանում շատ ավելի ակտիվ եւ դինամիկ են զարգանում։ Մենք ունենք նոր դատավարության տեսակներ, նոր էլեմենտներ դատավարության, արհեստական բանականությունը դարձել է փաստաբանների կողմից օգտագործող շատ ակտիվ օգտագործող երևույթ, այսինքն միջին փաստաբանը կարող է շատ ավելի ակտիվ եւ արագ աշխատել, քան պետական ապարատը որպես այդպեսին։ Եվ սա հանգեցնելու է վաղ թե ուշ իրավիճակների եւ պարզապես պետական համակարգը, եթե չորթեգրի արհեստական բանականության գործիքների օգտագործման հնարավորությունը, դա կարող է հանգեցնի պետական ապարատի պարալիզացմանը։ Այսինքն փաստաբանը ունակ կլինորական հարյուրավոր հայցեր ներկայացնել, իսկ պետական համակարգը չկարողանալու արձագանքել։ Բայց արդյոք արհեստական բանականությունը պետք է դատարաններին։ Իրականում կա նաև տեսակետ, չեմ ասի ով նաև մեր գործընկերներից կիսում է այդ տեսակետը, որ իրավաբանի մասնագիտությունը ընդհանրապես մահամերձ է, վաղ թե ուշ հնարավոր կլինի ունենալ արհեստական բանականության համարժեք գործիքներ եւ այլևս իրավաբանի կարիք չի լինի։ Ես այդ կարծիքի կողմնակիցը չեմ, որովհետեւ պարոն վարչապետ դուք ճիշտ ընդգծեցիք, սահմանադրականությունը, իրավականությունը ունի նաեւ բարոյական կողմ։ Մեր մոտ շատ դեպքերում քաղաքացիները, երբ որ բողոքում են արդարադատության սակավությունից կամ արդարության սակավությունից, նրանք շատ դեպքերում չեն կարողանում հայտնաբերել իրավակարգավորման մեջի բարոյականությունը, երբ որ օրենքի բարոյականությունը դու չես հասկանում, չես էլ ուզում այդ օրենքը կիրառես։ Եվ սա ստեղծում է լուրջ խնդիրներ։ Ինչը վերադառնալով արհեստական բանականության գործիքներին, ես մի հարց եմ ուզում տալ էլի։ Մեր գործընկերներից քանի հոգի է օգտագործում այսօր դատական գործերի քննության ընթացքում արհեստական բանականության գործիքներ։ Գիտեմ, հարցը մի քիչ բարդ է, բայց ես օրինակ օգտագործում եմ ձեռքը բարձրացնում, իսկ ով է պատրաստ ձեռք բարձրացնել, կարծես թե ոչ ոք, 1, 2, որոշ խիզախներ կան, 3, 4, 5, խիզախությունը շատանում է։ Ինչ եմ սա ասում, որտեղ ինձ է դա անձամբ պատել, դատորներից մեկին տեսա, ասում եմ ծանրաբեռնված եմ, ասում եմ արհեստական բանականության գործիքներ օգտագործում, ես այդքան ժամանակ չունեմ սովորելու։ Ասում դու մեկ օր պետք է ծախսես հասկանալու համար թե այդ աշխատանքը ինչպիսին է, որովհետեւ դու կարողանաս սկսես օգտագործել։ Եվ այստեղ երկրորդ հարցն է գալիս, ինչի՞ ես ասում, որ ծանրաբեռնվածությունը դատավորի չպետք է նվազի արհեստական բանականության գործիքների օգտագործման միջոցով։ Դատավորը պետք է լինի ծանրաբեռնված, բայց դատավորին պետք է ազատել ռուտինայից, այն, ինչ մենք անվանում ենք ամենօրյա անհասկանալի ինչ-որ մեխանիկական գործառույթներ, որոնք դատավորը ինքնին չպետք է կատարի։ Մենք վերջի շրջանում բավականին հետաքրքիր օրենսդրական փոփոխություններ կատարեցինք ծիծաղելի, բայց այդպիսին է, մենք այսքան նույնականացման գործիքների մեջ դատավորները ստիպված են լինում ամեն որոշման ամեն էջ յուրաքանչյուր դատավոր կոլեգիալ մարմնի ստորագրել։ Մոտավորապես որ համադրենք դա հոգի բուժական թերապիա, դա կոչվում է աշխատանքային թերապիա, այսինքն նույն բանը անընդհատ կրկնես եւ պատկերացնեք ինչքան ժամանակատար է։ Արհեստական բանականության գործիքները պետք է ուղղված լինեն միանշանակ դատավորի ծանրաբեռնվածության նվազեցմանը, բայց ռուտինային նվազեցմանը, հնարավորություն տալու համար դատավորին, որպեսզի իր օրը կազմակերպի այն եղանակով, որպեսզի բովանդակային վերլուծություն իրականացնի։